Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սույն նախագիծը քննարկվել է եւ կառավարությունում եւ ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ստացել դրական եզրակացություն, կառավարությունը եւս նախագծի ընդունման վերաբերյալ առարկություններ չունի։ Միայն ուղղակի օգտվելով առիթից կխնդրեմ գործընկերոջս պատգամավոր Հայկ Սարգսյանին նաև հիշել, թե ինչ գործընկերային մթնոլորտում են անցել մեր բոլոր քննարկումները, ավելին բացի պաշտպանության նախարարությունից այդ ժամանակ այլ գերատեսչությունները եւս ունեցել են նկատառումներ, որոնք դուք ընդունել եք նաև պաշտպանության նախարարության նկատառումները, մեր դիտարկումները եւ ինձ համար ուղղակի տարակուսելի է, որ ունենալով քննարկումների հնարավորություն այս ամբիոնից վերհիշել նախապատմության մեջ նաև դժգոհության էլեմենտներ ներառող ելույթով հանդես գալ, ամեն դեպքում կարծում եմ, որ պաշտպանության նախարարություն եւ պատգամավոր գործակցությունը, փոխգործակցությունը եղել է շատ գործընկերային, շատ արդյունավետ եւ դուք մշտապես հնարավորություն եք ունեցել ձեր խնդիրների եւ դժգոհությունների մասին գործընկերային մթնոլորտում մեզ հայտնել։ Ուստի կառավարության որպես ներկայացուցիչ խնդրում եմ կողմ քվեարկել, միաժամանակ նմանատիպ հարցերը քննարկել մեզ հետ, նաեւ ունեցած այն հարթակում, որը ստեղծվել է իդեպ կառավարության հենց նախաձեռնությամբ ձեզ հետ ձեր բարձրացրած խնդիրները քննարկելու եւ օրենսդրական նախաձեռնությունները ավելի որակյալ դարձնելու համար։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, հարցերի համար գրանցում։ Ագնեսա Խամոյան։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, շարունակելով թեման մոտեցումների, փոփոխված մոտեցումների մասով, պարոն Սարգսյանի, այո, նախաբանի խոսքն ըստ էության նրա մասին էր, որ ինչպես կասեր դասականը, ես ճիշտ էի, դուք սխալվեցիք, հիմա լայն հանրությանը կարող եք ներկայացնել այդուհանդերձ ինչին էր դեմ պաշտպանության նախարարությունը, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, որից հետո փաստորեն դուք կողմ եք արտահայտվել պատգամավորի առաջ քաշած նախաձեռնությանը, որովհետև շատ հաճախ հանձնաժողովի նիստերը այն լուսաբանումը չեն ստանում, ինչ լիագումար նիստերը, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել պաշտպանության նախարարության դիրքորոշման մեջ, որ այդուհանդերձ համաձայնել եք այս նախաձեռնությանը, որ բանակից փաստորեն խուսափածները կարող են որոշակի գումարի 15 միլիոնի դիմաց ազատվել փաստորեն պատասխանատվությունից եւ չենթարկվել քրեական պատասխանատվության։ Ես հնարավորություն եմ տալիս ամփոփ ներկայացնելու իրավիճակը, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եմ, որ հնարավորություն եք տալիս եւ տեղեկացնեմ, որ մինչ այդ, եթե դուք իմ ելույթը լսեցիք, Հայկ Սարգսյանը ելույթում նշեց, որ ես ներկայացրել եմ լրացուցիչ հիմնավորումներ եւ մեր տրամադրած լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաեւ Հայկ Սարգսյանի լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պատգամավորը ներկայացրել է իր բարձաբանումները, իր լրացուցիչ հիմնավորումները, որոնք պաշտպանության նախարարության համար դարձել են ընդունելի։ Նաեւ սրան նպաստել են մի շարք քաղաքացիների խնդրանքները, դիմումները, ովքեր օրենքի անցումային դրույթում ժամկետի արկայության պատճառով հնարավորություն չեն ունեցել դառնալ այս օրենքից օգտվելու շահառուն, այդ իսկ պատճառով մենք եւս գնացել ենք ընդառաջ եւ այս փոփոխության արդյունքում մի շարք քաղաքացիներ եւս կկարողանան գումարի կամ ծառայելու դիմաց ստանալ հնարավորություն հետապնդման ենթարկված չլինելու մասով։ Լրացուցիչ հիմնավորումների շնորհիվ է եկել պաշտպանության նախարարությունը այս եզրահանգմանը, դա է կարճ պատասխանը։ Համեցեք, արձակ եմ։
Ավելի կարող եք բացել ինչ լրացուցիչ հիմնավորումների մասին է խոսքը, ավարտեմ իմ խոսքը, որովհետև դուք որպես պաշտպանության նախարարություն մտավախություն չունեք, որ սրանով ըստ էության վարքագիծ է դրսևորվում քաղաքացու մոտ, պարոն Բագրատյանն էլ սրա մասին բարձրաձայնեց, որ փաստորեն քաղաքացին կարող է մինչև 18 տարեկանը դուրս գալ քաղաքացիությունից, հետո լինել այլ երկրում, հետո վերադառնալ, գումարը մուծել եւ շարունակել փաստորեն ապրել գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում։ Խոսքը դրա մասին է։ Դուք մտավախություն չունեք, որ ընդհանուր սա վարքագծային տրամաբանության շրջանակներում կարող է որոշակի ըստ էության խնդիրներ առաջ քաշել եւ հիմնական նաեւ հիմնավորումը այն էր պատգամավորի ներկայացրած, որ այդ գումարով հնարավոր է պահել պայմանագրային զինծառայողի։ Արդյոք մենք այս հարցերը էլի են քննարկվել, բայց այդուհանդերձ արդյոք մենք չունենք մարդաքանակի խնդիր պայմանագրային զինծառայող գումարը կա, շատ լավ, մարդը կա պայմանագրային պահելու համար։ Այս հաշվարկները կան, թե չկան։ Այս փոփոխված մոտեցումների տրամաբանության շրջանակներում եմ հարցնում, որտեղ հարցերը քննարկվել են։ Շնորհակալություն։ Նախ նշեմ, որ ձեր ներկայացրած տրամաբանությամբ, երբ որ կարող են գնալ քաղաքացիություն չունենալ հետո գալ, այս օրենքից կարող են օգտվել բացառապես այն քաղաքացիները, որոնց նկատմամբ արդեն իսկ հարուցված է քրեական հետապնդում։ Այսինքն տվյալ հանցակազմի իմաստով մեղադրանք առաջադրված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր ունեն սահմանադրական պարտականություն զինված ուժերում որպես ժամկետային զինծառայողներ ծառայելու համար։ Հետևաբար սա վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր քրեական պատասխանատվության ենթարկվելու հնարավորություն ունեն իրենց կարգավիճակով պայմանավորված, այսինքն իրենք մեղադրյալներ են եւ իրենց նկատմամբ հայտարարված է հետախուզում իր բոլոր հետևանքներով, ընտրված է խափանման միջոց եւ այդպես շարունակ։ Երկրորդը, ինչ վերաբերում է, թե մենք ունենք արդյոք կարիք, թե չունենք, դա մյուս օրենքի ընդունման ժամանակ ներկայացնելիս նաեւ թե հանձնաժողովում ձեր գործընկերների մասնակցությամբ քննարկելիս, թե ընդհանուր առմամբ մշտապես ասվել է, որ խրախուսվում է զինված ուժերում պայմանագրային զինծառայողների ներգրավվածությունը։ Իհարկե սա մեկը մյուսի հետ կապել պետք չէ, խոսքը նրա մասին է, որ մարդիկ արդեն իսկ խուսափել են եւ սրա շնորհիվ, ինչպես վիճակագրությունը ներկայացրեց, ոմանք գալիս ծառայում են, իսկ որոշները վճարում են գումար, որով նաեւ վարձատրվում են ծառայող պայմանագրային զինծառայողները։ Արձագանքել եք։ Շնորհակալություն, Թագուհի Թովմասյան։ Շնորհակալություն։ Պարոն փոխնախարար, ես ուզում եմ հետաքրքրվել բավականին մտահոգիչ մի թեմայի շուրջ, երբ քաղաքական իշխանությունը օրուգիշեր խոսում է խաղաղության մասին, որ վերջապես խաղաղությունը մեզ պատուհասել է, բայց մենք ունենք 2025 թվականին հայոց բանակում զոհված 30 զինծառայողներ, ընդ որում 24-ը նրանցից ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներով պայմանավորված։ Ես ուզում եմ հասկանալ Պաշտպանության նախարարությունում ինչ հետևություններ են արվել, որովհետև ստացվում է մենք մի կողմից ունենք խաղաղություն եւ թշնամին չի կրակում, մյուս կողմից մենք ունենք անպատասխանատու ղեկավարներ տեղում, ովքեր չեն տիրապետում իրավիճակին եւ տարվա մեջ 30 զինծառայող սպանվում է, զոհվում է տարբեր հանգամանքներով, ինքնասպանություններ եւ այլն։ Ես ուզում եմ հասկանալ, երբ որ գործերը հարուցվում են գնում են քննչական, բացի դրանից Պաշտպանության նախարարությունում ինչ պատժամիջոցներ են կիրառվել, քանի սպա, քանի հրամանատար է պատասխանատվության ենթարկվել եւ ինչ պատժամիջոցներ են կիրառվել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, թեև քննարկվող հարցի հետ կապ չունի, սակայն նշեմ, որ Պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այս ցավալի թեման, մեզ համար եւս յուրաքանչյուր զինծառայողի մահվան դեպքը ողբեր գալի է, սակայն դուք կապում եք խաղաղության հետ, մոռանալով հիշատակել, որ 25 թվականին հակառակորդի
հետ շփման գծում մենք որևէ դեպք չենք ունեցել։ Մահվան դեպք, այսինքն ես լսել եմ դա ուզում եմ ֆիքսենք որպես խաղաղության պարգև եւ դրական ցուցանիշ։ Ինչ վերաբերում է մեր ունեցած զոհերին, որոնք խաղաղ պայմաններում են, բնականաբար սա մտահոգիչ է, բայց նաեւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, եթե տեղեկացված չեք, որ վիճակագրությունը մշտապես ներկայացում է համեմատության մեջ։ Եվ համեմատության մեջ մենք ունենք դրական շարժընթաց։ Եվ որ կապ չունի ում համեմատ, 24-ի համեմատ, եւ նաեւ միգուցե ուրիշ տարիների համեմատ, օրինակ, երբ կներեք, ես չեմ ցանկանում քաղաքականացնել, բայց Պաշտպանության նախարարությունը ղեկավարվել է այն իշխանական այդ պահին խմբակցության կամ չգիտեմ քաղաքական ղեկավարության կողմից, որի ներկայացուցիչը դուք եք։ Բանակում մշտապես եղել են նման դեպքեր եւ կխնդրեմ դուք վերլուծությունը եւ համեմատությունը անեք ընդհանուրի մեջ։ Կտեսնեք ձեր պաշտոնավարման տարիներին ձեր քաղաքական ղեկավարության եղել են արդյոք դեպքեր, թե ոչ։ Եթե եղել են 25 թվականի համեմատ շատ են դեպքերը, թե ոչ, ընդհանուր դեպքերից քանիսը կապ ունեն ծառայության հետ, թե ոչ, նաև ներկայացվել է, որ զոհվածներից ներողություն, շարունակեմ։ Համեցեք արձագանք։ Պարոն փոխնախարար, ես ձեզանից հստակ պատասխան եմ ակնկալում։ Դուք ինձ խորհրդատվություն մի տվեք, ես ինչի հետ համեմատեմ։ Ես ձեզ հստակ ասացի, 25 թվականին կան 30 զոհեր։ Ինչ հետևություն եք արել, ինչ պատժամիջոցներ եք կիրառել հրամկազմի նկատմամբ, ում թողտվությամբ տեղի են ունեցել ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում մահվան դեպքեր։ Ձեր համար դա միայն ցավալի վիճակագրության արձանագրում չպիտի լինի։ Դուք գերատեսչության կոնկրետ ներկայացուցիչ եք եւ դուք հստակ պիտի պատասխան տաք 24-ի համեմատ ինչ վիճակ ա եղել, դուք պիտի համեմատությունը տաք եւ եթե դուք ունեք դրական դինամիկա, շատ ուրախ եմ դա արձանագրել, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ հասկանալ, ինչ հետևություններ եք արել, որովհետեւ գործերը գնում են քննչական ու դուք ոչինչ չեք անում դրանից հետո, ոչ մի հրապարակային տեղեկություն չկա այն մասին, թե կոնկրետ հրամանատարը, կոնկրետ իրավիճակում ինչ պատասխանատվության է ենթարկվել, երբ որ այդ զորամասում տեղի է ունեցել ցավալի դեպք։ Վերջինը տեղի է ունեցել իհարկե 26 թվականին իմ հայրենի Վարդենիսի զորամասերից մեկում դաժան սպանություն, հետո հրազենային վնասվածքով մահ։ Հիմա ով պիտի դրա համար պատասխանատվություն կրի։ Մենք ոչ մի տեղեկություն չունենք դրա մասին։ Եվ հորդորելու փոխարեն դուք ձեր պատասխանատվության գոտում պատասխանեք ձեզ հասցեագրված կոնկրետ հարցադրմանը։ Շնորհակալություն, Պաշտպանության նախարարությունը եթե հետևություններ չաներ, ապա դրական շարժընթաց չեր ունենա։ Այսինքն կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ թվերով։ 24 թվականին ունեցել ենք ավելի քիչ, 25-ին 24-ի համեմատ ավելի քիչ։ Հետևապես հետևություններ եւ կոնկրետ քայլեր են իրականացում։ Այդ քայլերը ձեզ համար որքանով են տեսանելի, դա կարևոր չէ, որովհետեւ եթե անգամ դրական է, դուք չեք տեսնում։ Որովհետեւ լավ բանը դուք եթե ունենք դինամիկա, նվազում եւ դուք այսպես ինձ ասում եք մի հորդորեք, ես ձեզ հորդորում եմ կրկին դրական լույսի ներքո նայել, որովհետեւ մենք եթե հետևություններ չանենք, մեր ցուցանիշները կլինեին ավելի վատ։ Պատժամիջոցներով ամեն մարդ, եթե արկա է իր արարքում որևէ խախտում սկսած կարգապահականից վերջացրած քրեական օրենսգրքով նախատեսված, բնականաբար ենթարկվում է քրեական պատասխանատվության կամ կարգապահական տույժերի։ Ըստ արարքի հետևանքի վրա է հասնում կոնկրետ պատիժ։ Խնդրում եմ ձեզ նաև այս հարցում լինել ավելի օբյեկտիվ։ Ուղղակի այդքան բան։ Այգ Սարգսյան։ Շնորհակալ եմ, պարոն Արման Սարգսյան։ Մենք շատ գործընկերային աշխատել ենք, ինչպես հանձնաժողովում, աշխատանքային խմբերում, նույնքան նաև այստեղ։ Այսինքն որևէ հարց մենք գաղտնի կամ անձնական բնույթի չենք քննարկել։ Հիմա կոնկրետ ես բան եմ ասում։ 19 թվականին առաջարկել են, որպեսզի նրանք ազատվեն պատասխանատվությունից, ովքեր 10 միլիոն կվճարեն ու մի ամիս կծառայեն։ Դուք այն ժամանակ ոստիկանապետ էիք, հիմիկվա նախարար պաշտպանության Սուրեն Պապիկյանն էլ այլ նախարար էր, այսինքն անձերով չի պայմանավորված։
ասում էի թող բերեն 10 միլիոն վճարեն, մի ամիս էլ ծառայեն։ Արդյունքում համաներում արեցինք, 0 դրամ վճարելով, 0 օր ծառայելով ազատվեցին։ Հետո 24 թվականի երբ օրենք ընդունում էի, ասում էի տարածվի բոլոր 27-ների վրա։ Պաշտպանության նախարարությունը ասաց, ոչ, այդ դեպքում մենք դեմ կլինենք, պետք է տարածվի նրանց վրա, ում 27-ը լրացել է օրենքի ընդունման պահին։ Հիմա օրենքի ընդունման հաջորդ օրը կամ մի ամիս հետո, 2 ամիս հետո կան տղաներ, ում 27-ը լրացել է։ Իրանք մի տարուկես չեն կարողանում այս օրենքից օգտվել։ Այսինքն, եթե իրանք պիտի տարուկես շուտ գային պետություն փող տային, ծառային մտնեն պայստազոր, մտնեն այլ աշխատանքի, այլ տնտեսական դաշահույթ բերեր մեր պետությանը, տեղի չի ունեցել։ Սա իմ տարակուսանքը, այս մասին խնդրում եմ խոսեք։ Ես կգերադասեմ, մենք քանի որ նույն օրենքը միասին ենք ներկայացնում, խոսենք ոչ այս ֆորմատով։ Եթե բավարարում ապատասխանս կխոսեմ մեծ սիրով։ Այո։ Համեցեք։ Նաև արձագանքով ասեմ, որպեսզի մտքերի փոխանակության ժամանակ չխոսեմ, երբ պարոն Բագրատյանը ասում է, թող չծառայելու դիմաց 50 միլիոն վճարեն, 15 միլիոնը քիչ է, ես ուզում եմ հիշեցնեմ, որ 21 թվականին մենք օրենք ենք ընդունել, պարոն Բագրատյան, դուք եք կողմ քվեարկել այն ժամանակ Բարգավաճի ֆրակցիայից, որտեղ որ 0 դրամով ազատվի, այսինքն մտկա չխանգարեք։ Հիմա ուրիշ բան եմ ասում։ 2021 թվականի համաներման օրը ծնված մարդը կարողացել է 0 դրամով ազատվի, հաջորդ օրվա ծնվածը հիմա 15 միլիոնով ազատվում, դուք ասում եք չէ 15-ը քիչ է, 50-ը։ Ես ասում եմ, որ անհամաչափ է։ Եթե որևէ մի օր տարբերությամբ ծնվածին մենք համաներման տակ ենք գցում, вообще փող չի տալիս, գոնե պետք է համաձայնենք, որ մյուս օրը ծնվածը կամ մի շաբաթ հետո ծնվածը 15 միլիոն տա։ Սա ամբողջ միտքը, որպեսզի համաչափ լինի։ Շնորհակալ եմ։ Ունեք արձագանք, պարոն Սարգսյան։ Ոչ։ Շնորհակալություն։ Այդ դեպքում հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Գրանցվել է 3 պատգամավոր Խաչատուր Սուքիասյան Համեցեք։ Հարգելի նախագահ, սիրելի գործընկերներ, եկեք մենք այս խնդիրը մի քիչ ավելի լայն դիտենք, լայն ուսումնասիրենք, լայն հասկանանք։ Նախ առաջին ուզում եմ պարոն Ղազան, ձեր ուշադրությունը նույնպես հրավիրել, ինչու, որտեղ են ընտանիքները, որոնք որ 90-ականներին գնացել են տարբեր երկրներ, մինչև անգամ Եվրոպայում իրավունք չունեն Հայաստան վերադառնալու, երբ որ ասում եք, որ վիճակագրությունը քիչ է, քչերն են եկել, պատճառը նա է, որ այդ ընտանիքները իրավունք չունեն այն երկիր գալ, որտեղից որ նրանք հեռացել են եւ ինչ որ իրավունքներ են ստացել։ Այդ նշանակում է պետք է մենք վիճակագրությունը ուսումնասիրենք, հասկանանք պատճառը ինչքանով է դրա հետ կապված։ Եվ այդ նույն քաղաքացիների հետ նույնպես պետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ նրանք հնարավորություն ունենան Հայաստան գալ եւ Հայաստանում իրենց հանգիստը անցկացնեն կամ ինչ-որ գործունեություն ծավալեն։ Մյուսը ինչ ենք մենք դրամական միջոցների հետ կապում 50 միլիոն, 15 միլիոն։ Ոչ, այդ քաղաքացիները մեզ պետք են, բայց այդ մի հատ դրեք էլի մի վարքան կներեք։ Բայց այդ քաղաքացիները պետք է Հայաստանում մի ինչ-որ այլ կարգավիճակից իրավունք չունենան օգտվեն։ Օրինակ, ես կարծում եմ նրանք, ովքեր որ խուսափել են բանակից, պետք է իրավունք չունենան պետական համակարգում աշխատելու։ Ուզում ասեմ միայն կապել դրամական միջոցի հետ, ես դա շատ վատ եմ համարում, բայց եթե կապում եք դրամական միջոցի հետ, թող գան Հայաստանի Հանրապետություն գեներացնեն, այս կամ այն կառույցում աշխատեն, մասնավոր կամ թող ինչ-որ իրեն գործունեություն սկսեն, ամսական թող վճարեն, կամ սկզբնական մի X գումար վճարեն, շատ ցածր, մնացածը վճարեն այն ժամանակ, երբ որտեղ այն քաղաքացիները, որոնք որ արդեն վերջի 20 տարում կամ 15 տարում Հայաստանում չեն, նրանք դրսում մասնագիտական առավելություն են ձեռք բերել։ Նկատեմ այդ միջազգային, այդ շուկայական միջավայրում ձևավորվել են, ինչ-որ մի գործունեությամբ աշխատել են, այնտեղ նոր հաստոցներ են տեսել, նոր տեխնիկա են տեսել, նոր փոխհարաբերություններ։ Նրանք Հայաստանի Հանրապետությանը պետք են, այսքան շնորհակալություն։ Ալխաս Ղազարյան, Համեցեք։
Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, պարոն Սարգսյան, եւս մեկ առաջարկություն ունեմ։ Դուք եւ պարոն Արման Սարգսյանը գուցե քննարկեք այդ առաջարկությունը դիտարկեք, բայց միջև առաջարկությանը անցնելով ուզում եմ նշել, որ այո, բավականին երկար տասնամյակներ մենք ունեցել ենք այդ խնդիրը, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով խուսափել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելով եւ գտնվում են հիմա արտ երկրում եւ իրապես շատ կարեւոր է, որպեսզի հնարավորություն ստեղծվի, որ մեր հայրենակիցները այժմ վերադառնան հայրենիք եւ ծառայեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, քանի որ մենք այսօր իրապես ունենք նոր իրավիճակ, քանի որ իրապես Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բավականին ոլորտային արմատական բարեփոխումների են ենթարկվել եւ բացի դրանից էլ խաղաղությունը, որը ամենակարևոր ձեռքբերումն է մենք այսօր ունենք, այսօր մեր Հայաստանի Հանրապետության տղաները ծառայում են իրապես խաղաղ պայմաններում եւ դա ամենակարևորն է եւ ավելի գրավիչ է դարձնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը եւ ես ուզում եմ հորդորել նաեւ մեր հայրենակիցներին, որ անպայման օգտվել օրենքից, վերադառնալ հայրենիք եւ մտքում ունենալ պայման առաջին հերթին ծառայելը, բայց ասնեմ առաջարկից նախագծով նախատեսված այդ 24 ամիս եւ 15 միլիոն։ Ես կարծում եմ, որ մենք քան որ անցել ենք 1.5 տարի ծառայության, եւս այս պայմանը եւս դիտարկել 24 ամիսը 1 տարի 8 ամիս նայել, որովհետեւ տեսեք, եթե արդարության տեսակետից էլ նայենք, այսօր զինվորները ծառայում են 1 տարի 8 ամիս, ծառայում են հենց այն տղաների հետ, ովքեր ամեն դեպքում 24 ամիս ծառայում են։ Խնդրում եմ այս առաջարկը անպայման քննարկել։ Շնորհակալ եմ։ Աննա Գրիգորյան, համեցեք։ Ուղիղ 3 տարի առաջ այսօրը տեղի է ունեցել մեր վերջին ժամանակների ամենաողբերգական իրադարձություններից մեկը, երբ 15 զինծառայողներ Ազատ գյուղում մի քանի րոպեների ընթացքում մահացան։ Ողբերգություն էր նաև այն, որ որևէ մեկը քաղաքական պատասխանատվության չենթարկվեց այս ողբերգության եւ զոհերի համար։ Ողբերգություն էր նաև այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի ժամ հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ արդեն պաշտոնական վարկած հնչեցրեց։ Դա դարձավ հիմնական վարկածը եւ սկսեց առաջ մղվել իրավապահ համակարգի կողմից։ Ես որոշակի շփում ունեմ նաև զոհված զինծառայողների ծնողների հետ, ովքեր վստահաբար պնդում են մանրամասներին տեղյակ լինելով, որ չէին կարող տղաները 15 պատրաստված երիտասարդ, չզգային կրակը, չզգային ծուխը եւ անշարժացած մնային անկողնու վրա։ Որևէ տարբերակ չի քննարկվել, դիվերսիայի տարբերակը, որևէ ցանկացած այլ տարբերակ։ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ հետո կառավարության նիստում հնչեցնում է տարբերակ, վարկած եւ միայն ու միայն դա է, որ առաջ է քաշվում։ Ես հիմա ուզում եմ ուշադրությունը հրավիրել իրավապահ համակարգին։ 15 երիտասարդներ չէին կարող անշարժացած մնալ, մինչ 10 եւ ավել րոպեների ընթացքում կրակը առաջ էր գնում։ Զբաղվեք իրական արդարադատությամբ։ Սա որպես հիմնական թեմա։ Պարոն Սարգսյան, ինձ համար մտահոգիչ էր ձեր որոշակի ագրեսիվ տոնայնությամբ պատասխանը իմ գործընկերոջ այն հարցին, որ մտահոգիչ են բանակում ոչ մարտական գործողությունների ժամանակ մահը։ Գիտեք ինչու եք այդպես խոսում։ Որտեւ այդ թվում 15 զինծառայող մահացավ եւ որևէ մեկը քաղաքական պատասխանատվություն չկրեց։ Այն ժամանակ, եթե որևէ մեկը քաղաքական պատասխանատվություն կրեր, այսօր այստեղից այսքան մեծ չէիք խոսա։ Շնորհակալություն։ Մտքերի փոխանակությունը ավարտվեց, պարոն Սարգսյան, արդյոք եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք։ Արման Սարգսյան, համեցեք։ Տիկին Գրիգորյան, ուղղակի ուզում եմ արձագանքել հետևյալ կերպ։ Ես մշտապես բոլոր ժամանակներում տարբերվել եմ իմ ոչ ագրեսիվ վարքագծով, մշտապես։ Դա ուղղակի կփաստեն բոլորը, ովքեր ինձ ճանաչում են։ Երկրորդը, ցանկալի չէ մեծ խոսել, նման արտահայտություններով խոսել ցանկալի չէ։ Այն դեպքում, երբ որ մշտապես ի պատասխան նույնիսկ տեղից վիրավորանքի, ես կոռեկտության սահմանը երբեք չեմ անցել։ Ուղղակի չուզելով անձնական այսպես ինձ պաշտպանելու բան ասել,
ուզում տեղեկացնել, որ իրականացում է ձեր նշած գործով դատաքննություն եւ դատաքննության ընթացքում բնականաբար ի հայտ կգան բոլոր ձեր մտահոգությունների պատասխանները եւ լավ կլինի դուք հարցում անեք դատավորին կամ եթե դրմբաց է դատական նիստերը ինչ որ ձևով ներկա գտնվեք տեսնեք թե ում գործողության հետևանքով ինչ է տեղի ունեցել իսկ Տիկին Ղազարյանի կողմից բարձրացրած հարցինի պատասխան նշեմ, որ հանձնաժողովում եւս այդ հարցը քննարկվել է եւ հանձնաժողովում քննարկվելու ընթացքում Հայկ Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է, թե ինչու հնարավոր չէ, որովհետեւ խոսքը վերաբերում է այն խուսափած անձանց, ում ժամանակ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ եղել է 24 ամիս։ Դրան ավելացրած մենք ունենք անձանց մասին փոփոխություն, ովքեր կատարել են հանցագործություն։ Այսինքն քրորեն պատժելի արարք կատարած անձանց մասին է խոսքը եւ հավասարության նշան հենց հակառակ իմաստով պետք չէ դնել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Արմեն Խաչատրյան, ունեք ավելացնելու բան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան, 90-ականներին Հայաստանի Հանրապետությունը լքած եւ քրեական հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ պետք է ասեմ, որ մեծամասամբ եթե ողջ ամբողջովին այդ քրեական գործերի վաղեմության ժամկետները լրացել են եւ եթե այդ քաղաքացիները վերադառնան Հայաստան, ներկայանան դատաքննչական մարմիններին, ապա վաղեմության հիմքով իրենց գործերը կարճվում են, ել չհաշված մի հատ համաներումը որ արել ենք, բայց այսօր էլ այդ հնարավորությունները կան դա ձեր մասով բոլոր քրեական գործերի Տիկին Թովմասյան պարզաբանման ենթակա հանգամանքների պատասխանը այս ամբյոնից չի որ տրվում են եթե մենք 24 ժամ էլ այստեղ գա եւ փոխնախարարը կամ նախարարը փորձի պատասխանի ձեր հարցերին բոլոր քրեական գործերով պարզաբանված հանգամանքների վերաբերյալ դա հնարավոր չի դա պարադոքս է հետեւաբար եթե բաներ ունեք ճշտելու հարցումներ արեք դատաքննությունների մասնակցեք դատալեքսը բացեք եւ տեսեք ինչ պատժամիջոցներ կամ քրեական միջոցներ են կիրառվել այդ դեպքերով Սա այդպես ամեն դեպքում պարոն Սարգսյան ես կուզեի ուշադրություն դարձնել Տիկին Ալխազ Ղազարյանի առաջարկությունը 24 ամիսը 18 ամիս դարձնելու վերաբերյալ ես նույնպես պաշտպանում եմ այս դիրքորոշումը եկեք քննարկենք որ վերադարձողներին հնարավորություն տանք եւս 18 ամիս ծառայեն եւ դրանով համարվեն իրենց պարտավորությունը կատարած շնորհակալություն Հայկ Սարգսյան համեցեք Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, պարոն Բագրատյան, ես ուզում եմ մենք ուշադրություն դարձնենք, որ ոչ միայն օրենքով սահմանված կարգով են անձինք հրաժարվել ծառայությունից եւ դրանից հետո ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ինչի մասին է խոսքը։ Երբ 19 թվականին ես ուսումնասիրում էի ու ելույթներով հանդես էի գալի, որ նման նախագիծ եմ շարժարել, որ կարող եմ ծառայել 1 ամիս եւ վճարել 10 միլիոն դրամ, ինձ հետ 13 քաղաքացիներ են կապի դուրս գալիս ովքեր ցանկություն են հայտնել օգտվել այդ օրենքից։ Օրենքը չընդունվեց, որը ժամանակ անց ես այդ անձանց 3-ին, 20 անձից 3-ին պատահական տեսնում եմ Երևանում։ Երկուսին Երևանում, մեկին մարզում։ Հարցնում եմ, օրենքը չի ընդունվել, դու ո՞նց ես եկել։ Իրանք տարակուսում են, որ ինձ տեսնում են, հետո ասում են, խնդրում ենք ասենք, բայց մի բարձրաձայնեք, պարոն Սարգսյան։ Ասում եմ, ասեք։ Ասում են, փող ենք տվել մեկին, մեր հարցը լուծել է։ Ու ես որպես օրենսդիր տարակուսում եմ, ինչու՞։ Որովհետև եթե իրանք այդ գումարը պիտի բերեին այն պետությանը 10 միլիոն մի ամիս էլ ծառայեն, այս դեպքում տվել են հարցը լուծողին, այսինքն ոչ պետությանը, ու չեն ծառայել։ Ու սրանով է պայմանավորված, որ գումարը պետք է լինի համաչափ, այսինքն այնպիսի գումար լինի, որ իրատեսական լինի, որ իրանք կտան պետությանը ու գան կօգտվեն։ Այլապես կամ կտան փաստաբաններին, քրեական գործերը կկարճվի։ Մենակ 2019-ից 2023 թվականների ընթացքում 3774 քրեական գործ է կարճվել ոչ արդարացնող հիմքով։ Այսինքն փաստաբաններով, այլ միջոցներով, բժիշկներով, չգիտեմ ոնց, այս մարդիկ չեն ծառայել ու չեն դատապարտվել։ Այսինքն պետք է գումարը լինի նենց, որ կարողանան օգտվել։ Տիկին Ղազարյան, ձեր հարցին անդրադառնամ, տեսեք այս օրենքից այս բանը օգտվելու են հիմնականում 2000 թվականին ծնված տղաները, ովքեր պետք է գնային ծառայություն 2018 թվականին, եթե չխուսափեին։
2018-ին ծառայության գնացածները ծառայել ենք 24 ամիս։ Ստացվում է, որ իրանք 9 տարի հետո են գնում ծառայության կամ 8 տարի հետո են գնում ծառայության ու պիտի ծառայեն ավելի կարճ։ Սա որոշ չափով անարդար է նրանց նկատմամբ, ովքեր չեն խուսափել 2018 թվականին գնացել են 2 տարի ժամկետով ծառայության, բայց կարանք առաջիկայում քննարկենք ու փոփոխենք, եթե այլ առաջարկներ լինի, հարգելի գործընկերներ, կխնդրեմ սահմանված կարգով ներկայացնել առաջին երկրորդ ընթերցքում կքննարկենք։ Շնորհակալ եմ։ Ընդմիջում հարգելի գործընկերներ։